Բայց նաև հիշեցնեմ, հարգելի գործընկերներ, օդի որակի հետ կապված մեր խնդիրները շուտով կսկսեն նոյեմբեր ամսին, եւ այդ առումով մենք վստահաբար ունենք անելիքներ եւ քառամյա մեր ծրագրի տարբեր հատվածներ պարբերաբար Տիկին Հայկազյան դուք հնչեցնում ենք այստեղ եւ պետք է խնդրեմ մի փոքր մեր կենտրոնացումը ֆիքսենք ծմերվա ամիսներին օդի որակի վրա եւ այդ ուղղությամբ արվող աշխատանքների։ Ինչի եմ հատուկ շեշտում, տեսեք, Տիկին Հայկազյանը նշում է, որ շինհրապարակներում տեղադրված մեր սարքերից ստացված օդի որակի վերաբերյալ PM2.5-ի ցուցանիշը կազմել է 65 օգոստոս ամսին։ 0-ից 60 միջակայքը այս ցուցանիշի դա գերազանց օդի որակն է։ Մեզ մոտ 65-ը դա լավ օդի որակն է, այսինքն նվազագույն աղտոտվածության չափանիշն է։ Եվ հետևապես սա եւս մեկ անգամ ես ցույց է տալիս, որ օգոստոս ամսին, որ սեպտեմբեր ամսին մեզ մոտ օդի որակը գերազանց կամ լավ միջակայքում է գտնվել։ Սա անառարկելի փաստ է։ Վիզուալ առումով վստահաբար շատ տեղեր մենք տեսնում ենք, որ շինարարությունը որոշ չափով խնդիրներ բերում է եւ որոշ կետային խնդիրներ վստահաբար ունենք եւ այս մասին ես ասացի, հետեւապես մենք դեկտեմբեր ամսին հավաքանում մեր որոշումները։ Էնպես են կառուցելու, որ կառուցապատողները, ովքեր որ խախտում են ավականու կողմից սահմանված փոշու ցանցերի կահավորման որևէ տեսակի աղտոտում են բերում ընդհանուր քաղաքին, իրենք իրապես խստորեն պատժվելու են ռետրոսպեկտիվ, պատժվելու են այն պահին, երբ որ գան շինթույլտվության երկարաձգման։ Իսկ գրեթե բոլորը այդ փուլին գալիս եւ հասնում են։ Եվ հատուկ եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, հարգելի կառուցապատողներ, սիրելի երևանցիներ, կարծում եմ այս խոսակցությունները բավարար են, որպեսզի մենք իրար ճիշտ հասկանանք։ Տեսեք, մենք սկսեցինք հստակ կանոններից, որոնք որ թողեցինք նաև որոշ չափով կառուցապատողների պատասխանատվությանը, հասկանալով, որ տուգանքի չափը փոքր է, այսինքն եթե դու այդ ցանցերը չես քաշում, մոտավորապես 70,000 դրամ ես վճարում տուգանք, ճիշտ եմ, պարոն Ղուկաս։ Այո, պարոն քաղաքապետ։ Հիմա շատերը մտածեցին, վայ դե ինչ մի տենց այդ 2 միլիոն, 3 միլիոն կամ 4 միլիոն դրամ ծախսը անեմ, այդ ցանցերը քաշեմ, փոշու հետ կապված խնդիրները լուծեմ, հենա կվճարեմ այդ 70,000 դրամ։ Հարգելիներս, ես ձեզ վստահեցնում եմ, դուք հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու անպատասխանատու վերաբերմունքի համար։ Ես ձեզ դա վստահեցնում եմ։ Այն ավականու որոշումը, որ այս դեկտեմբերին կընդունվի, ուղղակիորեն ազդելու է ձեր ֆինանսական վիճակի վրա։ Եվ այն տուրքերը, որոնք որ դուք ստիպված կլինեք վճարել, չպահպանելով Երևանի ավականու կայացրած որոշումները, վստահորեն շատ եւ շատ ֆինանսական բարդություններ կարող են առաջացնել։ Հետևապես խնդրում եմ օր առաջ եւս մեկ անգամ մտածել ձեր ընդհանուր քաղաքականության մասին, որովհետև անընդհատ մենք տենց անընդհատ խոսում ենք, գնաց նաև մեր գործընկերների հետ քննարկում եղավ տուգանքի ավելացման հետ կապված, տենց, չգիտեմ, ինչ որ մի կետում այդ քննարկումն է մահացավ, չգիտեմ նույնիսկ ինչ պատճառով եւ չգիտեմ ինչու չընդունվեց, որովհետեւ անտրամաբանական է ունենալ 70,000 դրամ տուգանք մի ծրագրի համար, որը նվազագույնը քո վրա պետք է նստի մի քանի միլիոն դրամ, իրոք հենա կտուգանվեն էլի մարդիկ։ Իսկ հիմա հարգելիներս sense ռադիկալ եւ 180 աստիճան հակառակ process-ն է տեղի ունենում։ Ով քաղաքականությունը չպահպանեց Երևանի ավականու կողմից ընդունած, շատ եւ շատ փոշմանելու է։ Շատ եւ շատ փոշմանելու է։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ, այսքանը։